Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին ինձ շատերն են շնորհավորում մեր քաղաքական թիմի հաղթանակի կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում ու նաև ես եմ ուզում շնորհավորել Հայաստանի ժողովրդին, որովհետև տեղի ունեցածը, եթե մի քիչ խորանում ենք, ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձեր, որը հաջողությամբ կանխվեց մեր ժողովրդի աջակցությամբ, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր իմաստուն ժողովրդին։ Ու այն ինչ տեղի ունեցավ, այդ ընտրակաշառքներ, դրսից տասնյակ կամ 100,000-ավոր մարդկանց Հայաստան ուղարկել, ինչ-որ տնտեսական լծակներ, դրանք ուղղակի իշխանության փոփոխության համար չեն, դրանք հայկական պետականությունը ոչնչացնելու եւ մեզ անկախությունից զրկելու նպատակ ունեին, ինչը մենք միասին թույլ չտվեցինք։ Նկատած կլինեք, որ հունիսի 7-ի ավարտին, ընտրությունների ավարտին, ինչ մեծ ոգևորություն էր տիրում եռագլուխների շրջանում, որտեղ իրենք մտածում էին, որ մեծ մասնակցությունը նշանակում է, որ իրենց կողմից կատարված քայլերը արդյունք են տվել եւ փողով կամ ստիպելով ընտրությանը մասնակցածները իրենց ձայներն ապահովելու հետո շատ վատ վիճակի մեջ հայտնվեցին ու հիմա փորձում են ինչ-որ փրփողներից կախվելով ներկայացնել, որ խախտումներ են եղել, չգիտեմ, կեղծիքներ են եղել, ինչը ուղղակի հեքիաթ է եւ դա իրենց այդ անկանոն շարժումները իրենց վիճակը ավելի են վատացնելու։ Իսկ մենք շարունակում ենք մեր բնականon աշխատանքը եւ ազգային ժողովը այս գումարման դեռևս պահպանում է իր լիազորությունները մինչեւ հաջորդ գումարման ազգային ժողովը, որից հետո նաեւ շարունակելու ենք մեր բնականon գործունեությունը եւ նախորդ սխալներից դասեր քաղելով այնպես ենք անելու, որ առաջիկայում մենք այլևս այսպիսի ռիսկերի առաջ չկանգնենք եւ պետությունը արտաքին միջամտություններից մաքսիմալ զերծ պահենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ընտրակաշառքների ու այդ մեխանիզմների մեջ ներգրաված են եղել, իրենք իրենց ամենախիստ պատիժը ստանալու են, որտեղ իրենք ոչ թե պարզապես ընտրակեղծարար են, այլ պետական դավաճաններ են, որոնք գործել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն, լավ եղեք։